Եթերում Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության զինուշ հեռուստացարակի շաբաթօրյա թողարկումն է, բարև ձեզ։ Նախ ներկայացնենք պաշտոնական լրահոսը։ Ապրիլի 11-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից գործարար խորհրդի քարտուղար Ալեքսանդր Նոզդրաչովի նախագահությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել գործարար խորհրդի հայկական եւ ռուսական մասերի համատեղ նիստ։ Նիստին մասնակցել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության պետ, գործարար խորհրդի հայկական մասի նախագահ Մուրադ Իսախանյանը, ռազմատեխնիկական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից գործարար խորհրդի հայկական եւ ռուսական մասերի ղեկավարներ ու անդամներ։ ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից գործարար խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմական նշանակության արտադրանքի վերանորոգման եւ տեխնիկական սպասարկման համար սերտիֆիկացված սպասարկման կենտրոններ հիմնելու հարցեր։ Հայաստանի Հանրապետության Չարենցավանի հաստոցաշինական գործարան բաց բաժնետիրական ընկերության եւ Ռուսաստանի Դաշնության Ուրալվագոնզավոդ գիտաարտադրական կորպորացիա բաց բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել են շրջանակային պայմանագրեր։ Նույն օրը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովին, Ռուսաստանի Դաշնության ռազմատնտեսական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինին եւ ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից գործարար խորհրդի քարտուղար Ալեքսանդր Նոզդրաչովին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը հաստատել են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության արդյունաբերական ձեռնարկությունների միջև ռազմատնտեսական համագործակցության հետագա զարգացման փոխշահագրգռվածությունը։ Հայաստանի Հանրապետության ռազմակրթական բարեփոխումներին Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի աջակցության շրջանակներում ապրիլի 10-ին Երևանում էր գտնվում Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային պաշտպանական համալսարանի պրոֆեսորադասախոսական խումբը։ Այցի հիմնական նպատակն էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմակրթական հաստատությունների ուսումնական ծրագրերում ընդգրկվելիք առաջնորդություն եւ ռազմական էթիկա առարկաների դասավանդման հարցում խորհրդատվության տրամադրումը։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ զինված ուժերի գլխավոր շտաբի բարձրաստիճան պաշտոնյաների հետ կայացած կլոր սեղան քննարկումները կրում էին կարծիքների փոխանակման բնույթ եւ ուղղված էին ռազմական էթիկայի դերի ու նշանակության, ինչպես նաեւ բարեհոգեբանական ապահովման ու կարգապահության ամրապնդման հարցերում դրա գործառնական կիրառման տեսանկյուններին։ Ամերիկյան խորհրդատվական խումբն առաջնորդության եւ ռազմական էթիկայի շուրջ բազմաբովանդակ քննարկումներ է անցկացրել նաեւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ Այսօր Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ Պաշտպանության նախարարության կոլեգիայի հերթական նիստ։ Նշենք, որ նիստի ընթացքում արձակվել են զինված ուժերում թիկունքային եւ բժշկական ապահովման խնդիրները։ Թիկունքի ծառայության զարգացման աստիճանն անմիջականորեն ազդում է անձնակազմի կենսապահովման, գործունեության, մարտական համակարգերի, սպառազինության, տնտեսության եւ մարտունակության վրա։ Թիկունքի ծառայությունը նաեւ զինված ուժերի եւ երկրի տնտեսության կապող օղակներից է։ Այս մասին ապրիլի 14-ին վարչական համալիրում անցկացված եւ թիկունքային ու բժշկական ապահովման խնդիրներին ու բարելավման ուղիներին նվիրված կոլեգիայի նիստի ընթացքում նշեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Թիկունքի եւ բժշկական ապահովման բարելավման ուղիները թեմայով հաշվետու զեկույցով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ լեյտենանտ Արշալույս Փայտյանը։ Հանգամանալից ներկայացնելով պարենային եւ իրային ծառայությունների, սպառազինության, ռազմական տեխնիկայի, վառելիքաքսուկային նյութերի, ինչպես նաեւ ռազմաբժշկական ոլորտում կատարված աշխատանքների վերլուծությունը, բանախոսն ընդգծեց, որ ներկայացված բոլոր ուղղությունները գտնվում են մարտունակ վիճակում։ Թիկունքային ապահովման գործունեությանն ու ռազմաբժշկական ոլորտում կատարված աշխատանքներին էլ իրենց ելույթներում համապատասխանաբար անդրադարձան զինված ուժերի թիկունքի վարչության պետ գեներալ-մայոր Տիգրան Գասպարյանն ու ռազմաբժշկական վարչության պետ գնդապետ Արտաշես Փարսադանյանը։ Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստի ընթացքում ելույթներ ունեցան նաեւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովը, Պաշտպանության նախարարի տեղակալ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, զորամիավորումների, զորամասերի հրամանատարներ եւ այլ մասնակիցներ։ Կոլեգիայի նիստի աշխատանքների արդյունքներն ամփոփեց
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Ամփոփելով այսօրվա նիստը, գնահատելով իրադրությունը եւ դրական եւ մարդասական կողմերը, կարող ենք ասել, որ զինված ուժերի թիկունքային ապահովումը իրականացվել է համակողմանիորեն, օժանդակելով մարտական պատասխանատվության խնդիրների անվտանգ կատարման։ Այս շաբաթվա ընթացքում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է զինվորական որոշ կառույցներում, ինչպես նաև Մայր Հայաստան զինվորական թանգարանում։ Այցի մանրամասները ներկայացնում ենք մեկ տեսաշարով։ Տեսական գիտելիքները գործնականում կիրառելու առումով կարևորագույն դեր ունեն հրաձգարանները, վարժադաշտերն ու զորավարժարանները։ Պարապմունքների արդյունավետությունն էլ պայմանավորված է այդ կառույցների համապատասխանելիությամբ ու կահավորմամբ։ Հենց այս խնդիրները քննարկվեցին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի 5-րդ բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող զորավարժարաններից մեկը կատարած այցելության ժամանակ։ Օպտիմալացման, կազմհաստիկային բարեփոխումների եւ շինարարական աշխատանքներ իրականացմանն առնչվող, ինչպես նաև մի շարք այլ հարցեր էլ քննարկվեցին զինված ուժերի ինժեներասակրավորային զորամասերից մեկում, որտեղ Սեյրան Օհանյանը եղավ նաև ավտոհավաքակայանում եւ տեղում ծանոթացավ տեխնիկայի պահպանման ու սպասարկման պայմաններին։ Նախարարի ապրիլի 10-ին կայացած հաջորդ շրջայցի վերջին կանգառը Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժանն էր։ Նշենք, որ այստեղ սեպտեմբեր ամսին կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման հավաքական ուժերի փոխգործակցություն 2012 համատեղ զորավարժությունները։ Որպես հյուրընկալող կողմ զորավարժությանը պատշաճ կերպով նախապատրաստվելու համար զորավարժանում իրականացվել են լայնածավալ շինարարական աշխատանքներ։ Պաշտպանության նախարարը տեղում ծանոթացավ կատարված եւ ընթացող աշխատանքներին, հայտնելով իր գոհունակությունը։ Իդեպ աշխատանքների զգալի մասն արդեն կատարված է, մնացածն էլ ավարտին կհասցվի մինչ օգոստոս։ Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի մասին պատմող ցուցանմուշները խնամքով պահպանվում են Մայր Հայաստան զինվորական թանգարանում։ Այցելուներն այստեղ ծանոթանում են հայ ժողովրդի համար երկու կարևորագույն իրադարձությունների պատմությանը, հերոսական դրվագներին, քաջարի հայորդիների կյանքին ու մարտական ուղուն։ Ապրիլի 12-ին թանգարանի այցելուն Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էր։ Թանգարանում կիրականացվեն նորարարական աշխատանքներ, առավել բարեկարգ ու ժամանակակից տեսք ստանան ցուցասրահները։ Եվ ահա նախարարին ներկայացվեց գրաֆիկական ձևավորումը, որն ամբողջացնում էր ցուցասրահների հետագա պատկերը։ Առաջիկայում կմեկնարկի 2012 թվականի գարնանային զորակոչը, որը ինչ խոսք կարևոր նշանակություն ունի զինված ուժերի համալրման գործընթացում։ Եվ ահա ապրիլի 11-ին զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ անցկացվեց խորհրդակցություն նվիրված զորակոչային գործընթացի խնդիրներին։ Խորհրդակցության նպատակն էր առաջիկա գարնանային զորակոչի հետ կապված խնդիրների քննարկումը, սկսած տարածքային զինկոմիսարիատներից մինչև հանրապետական կենտրոնական հավաքակայան, ինչպես նաև զինակոչիկների ըստ զորամասերի թափանցիկ եւ արդար բաշխման իրականացումը։ Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց նաև այլ մտահոգիչ խնդիրների, որոնցից առաջնային էին գարնանային զորակոչի ենթակա քաղաքացիների պատշաճ եւ բարձր մակարդակով բուժետազոտումը, գործող օրենքին եւ իրավական այլ ակտերին համապատասխան զորակոչ ապահովելը, զինված ուժերը առողջ երիտասարդներով համալրելը, նախկին զորակոչի ընթացքում արձանագրված թերություններն ու սխալները բացառելը։ Գլխավոր շտաբի պետ գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովը գործընթացի պատասխանատու իր տեղակալի եւ կազմզորահավաքային վարչության պետի առջեւ խնդիր դրեց զորակոչիկների ընտրությունն իրականացնելիս առաջնորդվել արդարության սկզբունքով եւ բացառել անօրինական քայլերը։ Խորհրդակցության ընթացքում համեմատականներ անցկացվեցին նաեւ անցած տարիների զորակոչերի միջև, բարձրաձայնվեցին թերությունները եւ նախանշվեցին դրանց շտկման ուղիները։ Աներկբա է, որ զինված ուժերն առողջ զինվորական ծառայության էպիտանի զորակոչիկներով համալրելը պետական հույժ կարևոր նշանակության գործ է։ Թույլ տրված յուրաքանչյուր թեկուզ ոչ այնքան կոպիտ սխալ կարող է ստանալ հասարակական մեծ հնչեղություն, շահարկվել քաղաքական տարբեր շրջանակների կողմից, արդյունքում հարվածելով բանակի եւ պետական համակարգի վարկանիշին։ Ապրիլի 12-ին Բաղրամյան զորավարժարանում զինված ուժերի հրետանային զորամասերից մեկի դիվիզիոնի անձնակազմը ներգրավված էր ցուցադրական մարտավարական զորավարժության մեջ։ Իդեպ զորավարժությունն անցկացվեց մարտական կրակի կիրառմամբ, ներկայացնում է Վազիմ Ղարիբյանը։ Մարտական հրաձգությամբ հրետանային դիվիզիոնի կազմով ցուցադրական մարտավարական զորավարժության թեման էր պաշտպանողական մարտում մոտոարաձգային զորամասին աջակցող հրետանային դիվիզիոնի գործողությունները։ Բաղրամյան զորավարժարանում ստորաբաժանումների եւ հրամկազմի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում էին
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի եւ հրետանու պետ, վարչության պետ գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանի հսկողությամբ եւ ղեկավարությամբ։ Ուսումնական կետերում ներկայացված էին զորախաղի 3-րդ փուլին առնչվող տեխնիկական միջոցները, սարքերը, զորատեսակի արդիականացված սպառազինության նմուշներ։ Ապրիլի 12-ի առավոտյան Բաղրամյան զորավարժարան ժամանեցին զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ճշտվեցին գործողության վերջին մանրամասները, տրվեցին անհրաժեշտ հրահանգներ զորավարժության եզրափակիչ փուլն արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։ Ցուցադրական մարտավարական զորավարժության նպատակների եւ ցուցանիշների մասին զեկուցեցին հրթիռային զորքերի եւ հրետանու վարչության պետի տեղակալ գնդապետ Գալստյանը, զորամասի ծառայությունների պետերը։ Հրամանատարական դիտակետում զորախաղի ընթացքին հետևում էին զինված ուժերի հրետանու զորամասերի եւ ստորաբաժանումների հրամանատարները։ Ժամը 12:00-ին տրվեց մարտական հրաձգության փուլի մեկնարկը եւ զորախաղում ներգրաված բոլոր ստորաբաժանումները սկսեցին կատարել իրենց առաջադրված մարտական խնդիրները։ Եռափուլ գործողությունը կազմակերպվել էր D-20 հրետանային դիվիզիոնի հրամանատարի, շտաբի եւ մարտկոցների հրամանատարների գործնական ունակությունները բարձրացնելու նպատակով։ Նույն այս ներդաշնակ եւ փոխկապակցված գործողությունները անձնակազմը պետք է կարողանա կատարել նաեւ մարտական գործողությունների նախապատրաստման ժամանակ, երբ կպահանջվի իրականացնել ստորաբաժանումների անընդհատ եւ անընդմեջ ղեկավարումը, համազորային տեխնիկական հրետանային հետախուզության օղակների եւ անօդաչու թռչող սարքի օպերատորի հետ համագործակցության կազմակերպումը, մարտի դաշտում գործողությունների համակողմանի ապահովման նպատակով։ Զորախաղի ժամանակ անշուշտ կատարելագործվում են դիվիզիոնի անձնակազմի ներդաշնակ եւ հմուտ գործողությունները, ամրապնդվում են մարտական վարպետությունը եւ բարոյակամային որակները, բարձրացվում են դաշտային վարժվածությունը եւ ֆիզիկական դիմացկունությունը։ Կատարելագործվում են նաև դիվիզիոնի կրակի ղեկավարման եւ հետախուզական համալիրների աշխատանքները մարտական գործողություններին առավել մոտեցված պայմաններում։ Մարտական պատրաստության լրիվ աստիճանի բերված եւ նախորոշման շրջանը զբաղեցրած հրետանային դիվիզիոնի անձնակազմը մարտը վարեց բազմաթիվ կրակային խնդիրներ լուծելով։ Հրաձգությունը սպասարկվեց դիվիզիոնի եւ մարտկոցների ղեկավարման դասակների ուժերով եւ միջոցներով։ Եռափուլ ցուցադրական մարտավարական զորավարժության արդյունքները համակողմանիորեն կվերլուծվեն եւ կամփոփվեն ճիշտ եզրահանգումներ անելու, հրետանային ստորաբաժանումների մարտունակության աստիճանն էլ ավելի բարձրացնելու համար։ Հավելենք նաեւ, որ Բաղրամյան զորավարժարանում շարունակվում են հաջորդ զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները, որոնց մասին կտեղեկացնենք Զինուշ հեռուստածրագրի հետագա թողարկումների ժամանակ։ Ապրիլի 2-ից մեկնարկել է Պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ուսանել ցանկացողների ընդունելության դիմում հայտերի ընդունման գործընթացը։ Ավագ դպրոցի կարգավիճակով գործող վարժարանի սաները ուսանում են հանրակրթական բոլոր առարկաները։ Առանձնակի ուշադրություն է դարձվում ֆիզիկական եւ նախնական զինվորական պատրաստությանը։ Վարժարանում ուսումն անվճար է, հետեւաբար բոլոր գրքերը եւ գրենական պիտույքները տրամադրվում են անվճար։ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան կարող են դիմել հիմնական դպրոցի 9-րդ դասարանն ավարտած պատանիները։ Դիմորդը պետք է մինչև սույն թվականի հուլիսի 25-ը ներկայացնի ռազմամարզական վարժարանի պետի անունով կազմված դիմում հայտ ու անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները։ Ընդունելությունը կատարվելու է այս տարվա օգոստոսի 1-ից մինչև 15-ը։ Դիմորդները մրցութային կարգով քննություններ կհանձնեն ֆիզպատրաստություն, հայոց լեզու եւ մաթեմատիկա առարկաներից։ Ընդունելության պայմաններին, ինչպես նաեւ անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական ցանկին ծանոթանալու նպատակով, հարկ է դիմել վարժարան կամ զանգահարել 35 39 15 34 48 44 կամ 34 56 36 հեռախոսահամարներով։ Շարունակում ենք թողարկումը։ Երկու շաբաթ առաջ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահ բրիգադի զորախմբերից մեկը մեկնել էր Ռումինիայի Հանրապետություն, որտեղ ներգրավված էր Եվրոպայում Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի կողմից կազմակերպված վարժանքներում։ Եվ ահա ապրիլի 13-ին հայ խաղաղապահները վերադարձան Հայաստան։
Ապրիլի 13-ին Զվարթնոց օդանավակայանում զինված ուժերի խաղաղապահ բրիգադի հրամանատար գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը հերթական անգամ դիմավորեց արտերկրից ժամանող իր ենթակա ստորաբաժանումներից մեկին։ Այս անգամ հայ խաղաղապահները մեկնել էին Ռումինիայի Հանրապետություն, որտեղ մասնակցել էին Սևծովյան հերթափոխող ուժեր 2012 զորավարժությունների նախապատրաստական վարժանքներին։ Նշենք, որ վարժանքները Ռումինիայի Հանրապետության աջակցությամբ կազմակերպվել էին Եվրոպայում Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի հրամանատարության կողմից։ Զորավարժություններին բացի հայկական զորախմբից ներգրավված են եղել նաև Մակեդոնիայի, Ռումինիայի Հանրապետությունների եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերի ստորաբաժանումները։ Բավականին արդյունավետ անցկացրեցինք մենք այս զորավարժանքները, որում մեր զինծառայողները իրենց լավագույն դրսումները ցուցաբերեցին, շատ ինտենսիվ եւ ակտիվ եւ շատ լավ մասնակցություն ցուցաբերեցին այս վարժանքների ընթացքում, նաև դրսևորեցին մեր հայ զինվորականի պատրաստվածությունը, կարգապահական մակարդակը եւ իրենց մարտական արվեստի տիրապետելու կարողությունները։ Գործընկեր պետությունների ստորաբաժանումների հետ համատեղ անցկացվող նմանաբնույթ վարժանքները անշուշտ մեծ դեր են խաղում ներդաշնակ գործողությունների ապահովման եւ փոխգործակցելիության մակարդակը բարձրացնելու առումով։ Բացի դրանից, մասնակցությունն այդպիսի վարժանքներին մեր զինծառայողներին առաքելությունների ընթացքում իրենց առջև դրված խնդիրները բարձր եւ պատշաճ կերպով իրականացնելու հնարավորություն է տալիս։ Երբ բռնկվեց Արցախյան ազատամարտը, նախկին Խորհրդային Միության զինված ուժերում ծառայող բազմաթիվ հայրենիներ վերադարձան հայրենիք։ Նրանց շարքերում էր նաև կադրային սպա Արթուր Սիմոնյանը։ Աֆղանական պատերազմի բովում թրծված զինվորականը քաջ գիտակցում էր, որ առանց հզոր եւ արեստավարժ ազգային բանակի հայրենի հողը չես պաշտպանի։ Եվ անցնելով նաև Արցախյան ազատամարտի արյունոտ դաշտերով, նա այսօր էլ ծառայում է ազգային բանակում։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահ բրիգադի հրամանատար գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը հիրավի իրավունք ունի հպարտանալու իր վաստակով։ Կյանքի 32 տարիները զինծառայությանը նվիրաբերած գեներալը նկատում է, որ դեռ մանկուց էր որոշել զինվորական դառնալ։ Գեներալի մանկության տարիներն անցել են Երևանում տեղակայված խորհրդային բանակի զորամասերից մեկի հարևանությամբ։ Դա, ինչպես նաև պաշտոնաթող փոխգնդապետ հորեղբոր խրոխտ կերպարն այն գործոններն էին, որոնք Արթուր Սիմոնյանի հետագա կյանքը հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելության հետ միահյուսելու որոշման հիմքը հանդիսացան։ Այդ զորամասի դիմացի մայթին մեծ քար կար, քույրս ձեռքիցս բռնած տանում նստացնում էր այդ քարի վրա ու ժամերով նստած սպասում էր, որ դռները բացվեն, մի հատ տանկ դուրս գա, ես տենամ։ Ես միշտ էլ հայտարարել եմ, որ զինվորական եմ դառնալու ու իմ դպրոցական տարիները անցել է ինձ, այսպես ասած, նախապատրաստելով դրան։ 1985 թվականին Արթուր Սիմոնյանն ավարտում է Բաքվի համազորային բարձրագույն զինվորական հրամանատարական ուսումնարանը։ Մեկ տարի անց նա արդեն գործուղվում է Աֆղանստան, որտեղ այդ տարիներին ընթանում էին մարտական գործողություններ։ Պատերազմում, ինչպես պատերազմում, նկատում է գեներալը, խոսքերն ի զորու չեն ներկայացնելու մարտական ընկերոջ կորստի, հաղթանակի ու պարտության ժամանակ ծնունդ առնող զգացմունքները։ Հիշողություններ, որոնք այսօր էլ վեր են հառնում ինչպես իրականում։ Տարիներ անց աֆղանական պատերազմից հայրենի օջախ վերադառնալիս Արթուր Սիմոնյանը չէր էլ կարող պատկերացնել, որ ընդամենը կարճ ժամանակ հետո չարագույժ պատերազմը կթակի նաև հայրենյաց երկրի սահմանները։ Հետևելով Վազգեն Սարգսյանի կոչին, նա առանց վարանելու մեկնում է ռազմաճակատ իր գիտելիքներն ու փորձը փոխանցելու սահմանին կանգնած կամավորականներին։ Վերհիշելով այդ տարիները գեներալը նշում է, որ Արցախյան ազատամարտից մնացած ամենից դառն ու անջնջելի հիշողությունները կապված են Շահումյանի շրջանի հայաբնակ ազգաբնակչության գաղթի տեսարանների հետ։ Գեներալը խոստովանում է, որ ոչ մի կերպ մոռացության չի տրվում այն օրը, երբ Մարտակերտի ճանապարհին նա հանդիպեց երկու փոքրիկ երեխաների հետ հորդառատ անձրևի տակ կանգնած գաղթական կնոջը։ Ցեխոտ այդ ճանապարհը, այդ ոտաբոբիկ կինը իմ հիշողությանս մեջ տպվել է։ Այդ նկարը երևի մինչև կյանքիս վերջ չի ջնջվի ու այն բանի ցավի զգացումը փոխվեց հետագայում կատաղության զգացումի, որ հարկավոր է ինչ-որ բան անել, որ հարկավոր է պայքարել, որ հարկավոր է վերջ դնել դրան։ Դրթիչ ուժը մեծ էր, կար, իսկ այդ գաղթի տեսարանը ավելի ուժեղացրեց։
1991 թվականից Արցախյան պատերազմում գործելով որպես հետախուզության ավագ սպա Արթուր Սիմոնյանը մասնագիտական առանձնահատկություններով պայմանավորված չի պատմում ազատամարտի տարիներին իր կողմից կատարված առաջադրանքների և դրանց աշխարհագրական վայրերի մասին։ Փոխարենը նա ոգևորությամբ և հարգանքով է խոսում այն կամավորականների մասին, ովքեր իր հետ կողք կողքի ուսի կերտել են Բաղձալի հաղթանակը։ Նրանց թվում գեներալն առանձնացնում է հատկապես Արցախի Հադրութի շրջանի կամավորականներին։ Պորտքում է այն հոգու հզորությունը, որ մարդկանց մեջ կար, իմ համար շատ հետաքրքիր էր, որ ես կարացա այդ մարդկանց հետ պաշտպանական գիծ ստեղծենք միմյանց հետ, ես իմ ռազմական փորձը, զինվորական գիտելիքները կարողացա հաղորդել մարդկանց ու իմ հիշողության մեջ այդ տղաները շատ ամուր նստած են, ցավոք սրտի շատերը չկան, բայց զինվորական կրթություն չունենալով, պատերազմի փորձ չունենալով շատ արագ տղաները համախմբվեցին ու դառան ամեն մեկը զինվորական գործի մասնագետ։ 1994 թվականին մարտական առաջադրանք կատարելիս Արթուր Սիմոնյանը ծանր վիրավորվում է։ Հետագայում նա 10 անգամ ենթարկվում է վիրահատության, սակայն մշտապես վերադառնում է ծառայության։ Եվ պատահական չէ, որ զինադադարի հաստատումից հետո նրան է վստահվում զինված ուժերի հատուկ նշանակության գնդի հրամանատարի պաշտոնը։ Հետագա 11 տարիները հաստատեցին արված ընտրության իրավացիությունը, քանի որ Արթուր Սիմոնյանի հրամանատարության ներքո հայ հետախույզները հանդես բերեցին մարտավարամասնագիտական բարձր ունակություններ, հայկական բանակը պատվով ներկայացնելով միջազգային տարբեր ստուգատեսներում և զորավարժություններում։ Ես ուղղակի մի բան կարամ ասեմ, որ Արտուրի ինչքան էլ ծանր իրավիճակների մեջ իր հետ եղել է, շատ եմ եղել իր հետ, ոչ մի ժամանակ առաջինը չի նահանջել, երկրորդը շատ հոգատար է ինքը իմիջիալոց ասեմ, իր զինվորների, իր ենթականների հանդեպ շատ հոգատար սպա է և պատահական չի, որ հետագայում և դարավետ զորամասի հրամանատար և այսօրվա իր գեներալական ուսադիրները Ստում եմ էդի մեծ խորհուրդ է մեզ համար, որ այդպիսի սպաները պիտի առաջ գնան։ Տարիներ անց արդեն, հաշվի առնելով հատուկ նշանակության գնդի կազմավորման գործում Արթուր Սիմոնյանի ներդրած ավանդը, նրան է վստահվում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահ բրիգադը ղեկավարելու գործը։ Անմասն չմնալով կայունության և խաղաղության հաստատման ուղղված միջազգային ջանքերից, հայկական զորախմբերը Արթուր Սիմոնյանի ղեկավարության ներքո մարդասիրական առաքելություններ են կատարել Իրաքում և Կոսովոյում։ Երկու զորախմբեր այս պահին էլ խաղաղապահ առաքելություն են իրականացնում Աֆղանստանում։ Խաղաղապահ բրիգադի հրամանատարը հպարտությամբ է խոսում իր ենթակաների պրոֆեսիոնալիզմի և ծառայության հանդեպ ունեցած պատասխանատվության մասին։ Հենց այդ երկու հատկանիշների զուգակցման արդյունքում է, որ հայկական զորախմբերին է վստահվել Կունդուզի միջազգային օդանավակայանի, իսկ Մազարի Շարիֆում Միացյալ կոալիցիոն ուժերի շտաբի պահպանությունը։ Անդրադառնալով բանակաշինության 20-ամյա ընթացքում ձեռք բերված առավել նշանակալից ձեռքբերումներին, Արթուր Սիմոնյանը ի թիվս այլոց առանձնացնում է զինծառայողների հոգեբանական լուրջ փոփոխությունները և կենտրոնաձիգ ղեկավարման հստակ համակարգի ներդրումը։ Հիմնական նվաճում ես համարում եմ, որ կարողացանք պարտիզանի հոգեբանությունից ազատվենք, որովհետև շատ հրամանատարներ այդպես էլ մնացին պարտիզան, իրանք հոգով ուժեղ, հայրենասեր, բայց պարտիզանի հոգեբանությունը մնաց։ Մեր ամենամեծ նվաճումը, որ մենք կարողացանք գործող բանակ իր բոլոր մեխանիզմներով ստեղծել, իր ուստավով, իր օղակներով, զինվորական, ու այսօր մենք ունենք կանոնավոր, զինված և պատրաստված բանակ։ Ներկայացնելով Արթուր Սիմոնյան զինվորականին և անհատին, չենք կարող շրջանցել նաև հոկեյի թեման։ Թվում է, թե ինչ առնչություն կարող են ունենալ հայ զինվորականն ու մեզ մոտ ոչ այնքան լայն տարածում գտած մարզաձևը։ Փաստ է սակայն, որ Արթուր Սիմոնյանի անվան հետ են կապված հայկական հոկեյի վերածնունդը, սառցադահլիճի վերականգնումն ու հայկական հավաքականի միջազգային մրցաշարերում տարած առաջին լուրջ հաղթանակները։ Գեներալ Սիմոնյանի կենսագրության այդ տարիների մասին են հիշեցնում նրա աշխատասենյակում կախված լուսանկարները։ Ցավոք, որքան էլ մեծ լինի մարզաձևի հանդեպ գեներալի տածած սերն ու հետաքրքրությունը, այժմ արդեն այդ ամենը միայն հաճելի հուշեր են,
քանի որ առօրյա ծառայությունը կլանում է ժամանակի առյուծի բաժինը։ Չնայած դրան, աֆղանական եւ արցախյան պատերազմների մասնակից գեներալն այժմ էլ շարունակում է ակտիվ կյանք վարել։ Զբաղվում է պարաշուտային թռիչքներով եւ ստորջրյալողով։ Նրա խոսքերով հրամանատարը պետք է իր վարքով, հայրենիքի եւ ծառայության հանդեպ ունեցած նվիրումով օրինակ ծառայի ենթականերին։ Ըստ այդմ չպետք է բավարարվել ձեռքբերածով եւ հարկ է մշտապես զբաղվել ինքնակրթությամբ ու ինքնազարգացմամբ, թե հայրենիքում, թե նրա սահմաններից դուրս բարձր պահելու համար հայ սպայի անունն ու պատիվը։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում գործում է պայմանագրային սերժանտների ինստիտուտը, որտեղ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայելու համար պատրաստվում են դասակի հրամանատարների տեղակալներ։ Պայմանագրային սերժանտական զինվորական ծառայության դասընթացների տևողությունը 4 ամիս է։ Դասընթացներին կարող են մասնակցել մինչև 25 տարեկան պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած շարքային կազմի պահեստազորայինները եւ զինված ուժերում 1.5 տարի ծառայած պարտադիր ժամկետային ծառայողները, ովքեր ունեն միջնակարգ կրթություն պիտանի շարային ծառայության համար։ Դասընթացների ընթացքում կուրսանտները կստանան 85,000 դրամ ամսական բավարարում, իսկ ուսման ավարտից եւ զորքերում ծառայության անցնելուց հետո մինչև 150,000 դրամ աշխատավարձ։ Ծառայության ընթացքում սերժանտները կօգտվեն զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված բոլոր իրավունքներից եւ արտոնություններից։ Մանրամասն տեղեկությունների համար դիմել տարածքային զինկոմիսարիատներ կամ զանգահարել 29 44 53 հեռախոսահամարով։ Ազգային բանակում մեկնարկել է զինված ուժերի լավագույն ճաշարան եւ ճաշարանի պետ խորագրով համաբանակային մրցույթը։ Եվ ահա օրերս մրցույթի հորձանուտը ներգրավել զինված ուժերի 3-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերը։ Իմ գործընկեր Հարություն Չակմիշյանն անդրադարձել է մրցույթի նպատակներին եւ ընթացքին։ Զինված ուժերում անշուշտ կարևոր են բոլոր մասնագիտությունները, բայց կա մեկը, որն ընդհանուր է բոլոր զորատեսակներում ու կարևորվում է առանձնահատուկ ձևով։ Դա խոհարարի մասնագիտությունն է։ Ժամանակի հզորներից մեկն ասել է. եթե չկերակրես քո զինվորին, ապա ստիպված կլինես կերակրել օտարի զինվորին։ Իսկ ովքեր եւ ինչպես են կերակրում մեր զինվորներին։ 3-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերի միջև մրցույթ էր կազմակերպվել, որն անցկացվեց Պաշտպանության նախարարի լավագույն ճաշարան եւ ճաշարանի պետ անվանակարգով համաբանակային մրցույթ անցկացնելու մասին հրամանի համաձայն։ Այս մրցույթի անցկացման նպատակը զինված ուժերի զորամասերում անձնակազմի սննդի կազմակերպման գործընթացը, ճաշարանների սանիտարահիգիենիկ վիճակը բարելավելն էր, նաև ճաշարանների պետերի մասնագիտական մակարդակը բարձրացնելն ու ծառայողական պարտականությունների նկատմամբ պատասխանատվությունն ուժեղացնելը, նրանց միջև առողջ մրցակցություն ձևավորելը։ Մրցույթի անցկացման նպատակով ձևավորված հանձնաժողովի անդամներն հաշվի էին առնում ամեն ինչ՝ խոհարար պետերի թե ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունը, թե մասնագիտական պատրաստվածությունը։ Մրցույթի մասնակիցները ոչ միայն հմուտ խոհարարներ էին, այլև ճաշարանների ողջ աշխատանքային գործընթացներից քաջ տեղյակ մարդիկ։ Նրանցից ոմանք ճաշարանի պետի պաշտոն էին վարում շուրջ 3 տասնամյակ։ Հմուտ մասնագետներից պահանջվում էր ճաշատեսակների բարձրորակ պատրաստման, սննդի մատուցման մշակույթի տարբերակները, տեխնոլոգիան, սննդամթերքի ճիշտ ու նպատակային մշակումը, ելքի քաշելը։ Որոշ դեպքերում գուցե մանրուք թվացող այս հատկանիշների պահպանումն համարվում է պարտադիր չափանիշ, արդյունքում շահում է զինվորը։ Հանձնաժողովի առաջադրած չափանիշները պաշտպանելու համար այս մրցույթում հաղթող ճանաչվեց ավագ ենթասպա ճաշարանի պետ խոհարար հրահանգիչ Լյովա Հովհաննիսյանը։ Լյովա Հովհաննիսյանը զինված ուժերի շարքերում է արդեն 27 տարի, որից 20 տարին վարել է ճաշարանի պետի պաշտոնը։ Խոհարարի հմտությունները ձեռք է բերել հենց բանակում։ Նա գտնում է, որ յուրաքանչյուր խոհարար ի պաշտոնե պարտավոր է պատշաճ կերպով իրականացնել իր պարտականությունները։ Առաջին տեղը գրաված ճաշարանում բարձր մակարդակի վրա էր ճաշարանի սանիտարական վիճակը, խոհարարների գիտելիքներն ու նրանց պատրաստած ճաշատեսակների որակական ցուցանիշները, գույքի, սպասքի, տեխնիկական միջոցների պահպանումը համապատասխանում էր սահմանված նորմերին։ Փոխգնդապետ Արա Աթայանը համոզված է, որ նմանատիպ մրցույթները շահագրգռող կլինեն բոլորի համար, Պաշտպանության նախարարության հովանավորչական ուշադրությանն արժանանալու տեսանկյունից։ Լավագույնի կոչման արժանացած թե խոհարարը, թե ճաշարանը դրամական պարգևի կարժանանան Պաշտպանության նախարարի կողմից։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, իսկ վաղը կեսօրին հետևեք Զինուժի կիրակնօրյա թողարկմանը։ Մնացեք խաղաղությամբ եւ մինչ նոր հանդիպում։